Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու առաջին գիրք 22-րդ գլուխ Քահանաներու չարթը։ Դավիթ անգե գնաց եւ ոտողոմի քարայրը խույս տվավ։ Իր եղբայրներն ու հոր ամբողջ դունը լսեցին եւ հոն իջան անորքով։ Բոլոր դվայդող բարդք ունեցող ու տառնասիրտ մարդիկ անորքով հավաքվեցան եւ ինք անոնց բեդը եղավ։ Անորքով 400-ի չափ մարդ եղավ։ Դավիթ անգե Մովաբի մասպան գնաց եւ Մովաբի թագավորին ասավ. «Գաղերսեմ, իմ հայրս ու մայրս ցերքով թող գնան, մինչեւ որ գիտնամ թե Աստված ինձի ինչ պիտի անե»։ Զանոնք Մովաբի թագավորին արչեւ առաջնորդեց եւ անոնք անորքով բնագեցան, որքան ժամանակ որ Դավիթ Փերթին մեջ կեցավ։ Քաթ մարգարեն Դավիթի ասավ. «Փերթին մեջ մի մնար, քնա եւ Հութայի երգիրը մտիր»։ Դավիթ ալ գնաց ու Հարեթի անդարը հասավ։ Սավուղ լսեց թե Դավիթ եւ անոր հետ եղող մարդիկը գտնված են։ Սավուղ կապայի մեջ Ռամայի ծառին տակ նստած էր։ Իր նիզակը ցերկն էր, բոլոր ծառաներն ալ քովը գայնած էին։ Սավուղ քովը գայնող ծառաներուն ասավ. «Այժմ մտի գրեք, ով Փենիամինյաններ, եթե Հեսեի որդին բոլորիդ ալ արդեր եւ այքիներ պիտի տա, բոլորդ ալ հազարաբետներ ու հարյուրաբետներ պիտի նշանակե, որ բոլորդ ինձի թեմ թավատրած եք։ Ոչ մեկի ինձ իմացնե, թե Հեսեի որդին տաշին կնքած է իմ որդիիս հետ, ցեզմե ոչ մեկի ինձի համար գծավի եւ ինձի գիմացնե, թե իմ որդիս ինձի թեմ ոտքի հանած է ծարաս, որբեսի թարան մտնե, ինչպես այսօր գերևնա»։ Սավուղի ծառաներուն վերագացուն Եթոմայեցի Թովեկ պատասխանեց. «Հեսեի որդին տեսա, որ նոփ եկավ Ակիդովպի որդին Ակիմելեքի։ Ինք ալ անոր համար դիրոջ հարցուց անոր բաշար տվավ եւ անոր հանձնեց Պղշտացի Քողյաթի սուրը։ Այն ադեն թագավորը մարդ ղրգեց Ակիդովպի որդին Ակիմելեկ քահանան ու անոր հոր ամբողջ դունը նոփի մեջ եղող քահանաները կանչեց եւ բոլորն ալ թագավորին եկան։ Սավուղը ասավ. «Այժմ մտի գրե, ով Ակիդովպի որդի»։ Անալ պատասխանեց. «Ահա հոսեմ իմ դերս»։ Սավուղ անոր ասավ. «Ինչու տուն ու Հեսեի որդին ինձի թեմ թավատրեցիք եւ տուն անոր հաց ու սուր դվիր եւ անոր համար Աստուծո արծուցիր, որբեսի ան ինձի թեմ կանգնի ու թարամ մտնե, ինչպես այսօր գերևնա»։ Ակիմելեկ թագավորին պատասխանեց. «Քու բոլոր ծառաներու մեջ ով Դավիթի պես հավատարիմ է, ան թագավորին փեսան է, քու ադյանիդ վերագացուն ու դանդ մեջ բադվավոր է։ Միթե այսօր սկսա Աստուծո հարցնել անոր համար ամենևին։ Թագավորը իր ծառային եւ իմ հորս ամբողջ դան այսպիսի արարք թող չվերակրե, քանի որ քու ծառատ այս բոլորեն ոչինչ գիտեր, բզդիկ կամ մեծ»։ Թագավորը ասավ. «Անպատճառ պիտի մեռնիս, Ակիմելեկ, թե տուն եւ թե հորդ ամբողջ դունը»։ Թագավորը իրքով գայնող սուրհանդակներուն ասավ. «Դարձեք ու մերցուցեք դիրոջ քահանաները, որովհետեւ անոնց ցերկն ալ Դավիթի հետ է։ Արտարև անոր փախչիլը գիցան, սակայն ինձի չիմացուցին»։ Բայց թագավորին ծառաները չուզեցին իրենց ցերկը երկարել դիրոջ քահանաներուն վրա հարձակելու համար։ Ուստի թագավորը Թովեգի ասավ. «Թուն դարձիր եւ հարձակե քահանաներուն վրա»։ Եթոմայեցի Թովեկ դարձավ ու հարձակեցավ քահանաներուն վրա։ Այդ օրը ան 85 մարդ մերցուց, որոնք գդավե եփուտ կհակնեին։ Նաեւ Նոփը քահանաներուն քաղաքը Սուրի Փերանի անցուց, այլ մարդիկն ու գիները, երեխաները ու ծծկերները, եզները, էշերն ու ոչխարները Սուրի Փերանի անցուց։ Ակիդոպյան Ակիմելեքի մեկ որդին, որուն անունը Ափիաթար էր, խույս տվավ ու փախավ Դավիթի ետևեն գնաց։ Ափիաթար Դավիթի պատմեց, թե Սավուղ դիրոջ քահանաները մերցուց։ Դավիթ Ափիաթարի ասավ. «Ես այն օրը գիտեի, թե Եթոմայեցի Թովեկ հոն գտնվելով անշուշտ Սավուղի պիտի մացնե։ Ես պատճառ եղա քու հորը տան բոլոր անձերու մահվան։ Քովս կեցիր, մի վախնար։ Արտարև իմ անձս փնդրողը քու անձը տալ կփնդրե, բայց դու քովս ապահովես»։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։